Այսօր հունվարի 31-ին Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ծանուցվել է ներկայանալ քննչական կոմիտե։ Սրբազան հայրերը մեղադրվողի կարգավիճակով են հրավիրվել հարցաքննության։ Եպիսկոպոսների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։ Իսկ դատական ակտը վերաբերում է Մասեսոտնի կարգալույծ հռչակված նախկին առաջնորդի Արման Սարոյանի հարցին։ Դատարանը կայծակնային արագությամբ քննելով նրա ներկայացրած հայցը, որոշել է, որ Արման Սարոյանի հոգեկան տառապանքը կասեցնելու համար պետք է անմիջապես նրա հայցի ապահովման միջոց կիրառի։ Իսկ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, որոնք կողմ են արտահայտվել նախկին եպիսկոպոսի կարգալուծությանը, խոչընդոտել են դատական ակտի կատարմանը։ Իրավաբաններն աննախադեպ են համարում քրեական վարույթը, այն անվանում հակասահմանադրական, ըստ նրանց, սա պետության ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։ Ներկայիս իրավապահ մարմինների գործողությունները ուղիղ քաղաքական ռեպրեսիաների իրագործում է եւ արշավ է դեպի մեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի եւ նրա ներքին կանոնակարգեր։ Սա առաջին դեպքն է, առհասարակ ոչ մի փաստաբան, ամեն դեպքում նորանկախ Հայաստանում ոչ մի փաստաբան չի կարող ձեզ ասել կամ հաստատել, որ եղել է մի իրավիճակ, երբ որ դատարանը միջամտել է եկեղեցու ներքին գործերին ու ինչ-որ կանոնակարգերին վերաբերող ակտեր է կայացրել։ Ցանկացած մի գործ Հայաստանի Հանրապետություն եւ աշխարհում ուր էլ որ լինի, պետք է այս ամենը դիտարկվի Սահմանադրության լույսի ներքո։ Իսկ Սահմանադրությունը ինչ է ասում, իրենք ճիշտ հակառակն են կատարում։ Դրա համար էլ մենք ասում ենք ապօրինի է այս ամենը։ Ընդդում կա, որ ասում են, որ ԳՀԽ-ն, այսինքն Գերագույն հոգևոր խորհուրդը իրավունք չունի որոշում կայացնելու, որոշումով հանդես գալու, որ այսինչ կամ այնինչ եպիսկոպոսը։ Այո, ԳՀԽ-ն որոշում չի կայացրել, այլ ԳՀԽ-ն որոշել է առաջարկել ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետև կարգալուծությունը միայն ամենայն հայոց կաթողիկոսի մենաշնորհ։ Իսկ այս քայլերն ինչու են կատարվում։ Եվ որևէ մեկը չի կարող ամենայն հայոց կաթողիկոսի նման տնօրինությունն ու որոշումները չեղարկի կամ միջամտի։ Այս վերջին շրջանում ինչքան հոգևորականներ այս դուռը բացեցին ու մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկան։ Մենք պիտի որպես մեղադրյալներ գանք այս դուռը բացենք, մտնենք ներս։ Միքայել Սրբազանը պիտի գար մտներ ներս։ Մենք պիտի մտնեինք Արագածոտնի 12 քահանաներ պիտի ինչ-որ գործերով քննչական մարմիններ գնային, հա։ Կարող է ինչ-որ բարձ սխալ ասեմ, կներեք, բայց հիմա իմ հարցը հետևյալն է. այս երկրում հանցագործություն ուրիշ չկա, բացի եկեղեցական լինելուց։ Մակար Սրբազանի մասով չգիտես ինչու նախազգուշացվել ենք անգամ կիրառված խափամիջոցի կամ ընտրված խափամիջոցի մասին խոսելու անթույլատրելիության մասին, որովհետեւ դատավարական կարգ չի կարող լինել, որտեղ դա նախաքննական գաղտնիք առհասարակ համարվել չի կարող։ Քննիչը կարող է արգելել, հրապարակել բացառապես այն տեղեկությունները, որ ինքը ձեռք է բերել նախաքննության կամ վարույթի ընթացքում առհասարակ, բայց զուտ անձի նկատմամբ կիրառված սահմանափակման փաստի մասին խոսելն արգելելը ինքնին ապօրինություն է։ Դրա համար Մակար Սրբազանի մասով ձեռնպահ կմնամ այդ մասով մեկնաբանություն տալուց, բայց Հովնան Սրբազանի մասով արդեն այդ նախազգուշացումը մեր վրա չտարածեցին եւ բնականաբար հայտարարում են, որ այո, խափամիջոց է կիրառված բացակայելու արգելքը։ Ես ուխտ եմ արել, Իշխման Սուրբ Սեղանի առջև ծնկի եմ եկել եւ Սուրբ Էջմիածնի զավակ եմ եւ երբեք իմ ուխտը չեմ դրժելու, անգամ մահի գնով։ Քննչական կոմիտեում այսօր հարցաքննվող բոլոր հոգևորականների նկատմամբ կիրառվել է խափանման միջոց, որի համաձայն արգելվել է լքել երկիրը։ Մայրաթորի տեղեկատվական համակարգը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է. Մայրաթորը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել եւ քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։
Հունվարի 31-ին Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներին ծանոթագրեր են հղել եւ պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի եւ հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։ Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով եւ միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել հայ առաքելական եկեղեցու բնականon գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։ Մայրաթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը եւ իրավապահ համակարգին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքի շրջանակներում արդարության եւ ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ եւ հարգել եկեղեցու ինքնավարության իրավունքը։ Հունվարի 31-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում։ Մեկ օր առաջ հրապարակվել էր զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը։ Գիտեք, այստեղ սովորաբար պարզվեց այս մեքենան չի լինում, ծառայություն չի անցկացնում։ Ինչպես է, որ այսօր մեքենան հայտնվել է ու դուք այստեղ ծառայում եք։ Ոչ մի հարցերի չենք պատասխանելու, ներողություն եմ։ Լավ, այսօր մեզ էլի մոտիկացել են, նույն պատասխանը մենք տվել ենք։ Երբեք նման բան չի եղել, ու ըստ իրենց ամեն գիտակի եկել են այստեղ անվտանգությունը իբրև թե ապահովելու համար, բայց նման բան չի եղել։ Այսօր առաջին անգամ ռազմական ոստիկանության մեքենան այստեղ էր, այժմ իջել է մի քիչ ներքևում է, այնտեղ չգիտես նպատակը որն է, ինչու են այստեղ գտնվում, ինչ նպատակ են հետապնդում։ Օրեր առաջ, երևի մեկ շաբաթ առաջ Պաշտպանության նախարարությունում ժողով հանդիպում էր եղել, որի խորագիրը ըստ պաշտոնական հաղորդագրության դա արատավոր բարքերի ինքնասպանություն, ինքնախեղումների դեմ պայքարներ եւ հրավիրվել էին մեր գնդերեց սարկավագները, քահանաներից որևէ մեկը ներկա չէր եղել։ Ցավի սիրտ պիտի նշեմ, որ այդ հանդիպման մասին որևէ կերպ չէր տեղեկացվել նաեւ հոգեվոր առաջնորդին, հայր Մովսեսը իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով տեղեկություն չէր ունեցել, որ սարկավագները պիտի գան, բայց իրականության մեջ այլ ֆորմատի հանդիպում էր եղել, դրան մասնակցել էր նաև Պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբպետը եւ խորագիրը չէր համապատասխանել այն բովանդակությանը, որ այդ զրույցը տեղի էր ունեցել եւ սարկավագներին ոչ ուղակի ձևով, այսպես փորձել էին հարցախույզի տեսքով իրենց մոտեցումը դիրքորոշումը իմանալ այս ճակերտավոր բարենորոգչական շարժումին։ Վստահաբար մեր տղաները հակադարձել էին շատ եկեղեցականին վայել եւ ուխտապահ եկեղեցականին վայել ձևով, այնուհետև իմ իմացած տվյալներով առանձնակի եւ առանձին հանդիպումներ էր եղել տղաների հետ, փոխնախարարի հետ, որտեղ ուղակի հարցը տրվել էր, դուք ինչ դիրքորոշում ունեք, միանում եք արդյոք թե ոչ, էլի տղաները բան էին արել։ Դրանից հետո, դրանից առաջ էլ նաև զորամասեր տարբեր բարձրաստիճան զինվորականներ այցելելով փորձել էին կրկին անգամ տարբեր միջոցներով ճնշել գնդերեսների դիրքորոշումը, տեղեր են եղել, որ նույնիսկ ճնշումներ էր եղել հոգեբանական, թույլ չէին տվել նույնիսկ կապ հաստատել հոգևոր առաջնորդի հետ, երբեմն նաև եղել էին դեպքեր, որ թյուր ինֆորմացիա էին տարածել, որ ձեր հոգևոր առաջնորդը տեղյակ է, ինքն էլ համաձայն է, բայց իրականության մեջ այդպիսի բան չէր եղել։ Դրան հետևեց արդեն այս սպասված, գոնե ինձ համար սպասված ելքը եւ գիտենք, որ փետրվարի 1-ով Պաշտպանության նախարարի հրամանով լուծարվում է Հայաստան Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը, որ երկար տարիներ արդեն համարյա 3 տասնամյակ է հասնում, որ իր ծառայությունը բերում էր զինված ուժերում։
Այստեղ էլ ինչի պիտի դա սպասված լինել։ Բանակը քաղաքական կառույց չի եւ քաղաքական կողմնորոշումների վայր չի։ Բանակը կարծես թե պետք է զերծ մնա ամեն տեսակ Մենք խոսում ենք դասական ընկալման մասին, բայց փորձը ցույց տվեց, որ բանակը կամովին կամ ակամա խառնեցին քաղաքականությանը։ Ես չճշտված տվյալներ չեմ ասում, բարձրաստիճան զինվորականներ, ովքեր ունեին այլ գործառույթ, լծված էին այդ քարոզչությունը իրականացնելու բանակում, մանավանդ գնդերեսների շրջանում։ Ես չգիտեմ զինվորականները այդ իրենք ինչպես են հանդիպել կամ հանդիպել են, չեն հանդիպել իրենց կարծիքը իմանալու համար, բայց վստահաբար գնդերեսները այդ հանդիպել են եւ ուղիղ հարցը եղել է, որ դուք միանում եք այս շարժմանը, ինձ էլ նույն հարցը տվել են, իհարկե ոչ բարձրաստիճան, այլ որտեղ որ ես ծառայում եի, տվյալ Զորամասի հրամանատարը, ես ասաց ուղիղ հարցը տալիս եմ վարչապետի այս ծրագրին միանում եք, թե չէ, որտեղ պահանջը դա էր եղել, հստակ ճշտել, կոնկրետ հարց միանում եք, թե չէ, ես վստահաբար ասացի, որ չեմ կարող ուխտադրուժ լինել, այն երթումը, որ ես տվել եմ որպես հոգևորական իջման սուրբ սեղանի առաջ, դա ցմահ է, ցկյանս է եւ ես հավատարիմ եմ իմ երթմանը եւ հավատարիմ եմ եկեղեցու նվիրապետական աստիճանի վեհափառ հայրապետին։ Այդ բարենորոգչությունը ֆարս է, բարենորոգչությունը այդպես չի արվում, եկեղեցին միշտ էլ իր բարենորոգչական ծրագրերը իրագործում է եւ իրագործել է դարերի ընթացքում։ Եկել են բարձրագույն զինվորական սպաներից, առաջարկել են դեմ դուրս գալ այսպես ասած եկեղեցուն վեհապառ հայրապետին, բայց մենք բնականաբար մերժել ենք եւ մեր վերջնական պատասխանը ոչ է եղել։ Այսինքն մենք մեր խոնարհումն ենք բերում, մեր հավատարմությունը եւ վեհապառ հայրապետին եւ մեր մայր եկեղեցուն։ Այլ կարծիք չի կարող լինել բնականաբար։ Ընդհանուր առմամբ ամբողջ կառույցի ծառայող տնտեսների վրա որոշակի փորձել են կորզել հնարավորինս աջակցություն ճակերտավոր այս բարենորոգման ծրագրի շրջանակներում կորզել մարդկանց իրենց կողմ ներգրավելով, բայց փառք Աստծուն եւ ի պատիվ մեր կառույցի գլուխ ունենալով կառույցի առաջնորդին, կառույցը 95%-ով անդրդվելի է մնացել եւ տուրք չտալով նաեւ այդ ճնշումներին չի միացել այս շարժմանը, իր հավատարմությունը հայտնելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ վեհապառ հայրապետին։ Գնդերեսները բոլոր իրավիճակներում ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաեւ խաղաղ իրավիճակներում եղել են զինվորի ամենամտերիմ ընկերները։ Ամենտեղ հոգևոր դաստիարակները, վստահելի ընկերները միշտ վստահել են զինվորները իրենց հոգևորականներին եւ այս իմաստով պատերազմն էլ ծառայության մի մաս է եւ ոչ մի կերպ չի տարբերվում խաղաղ ժամանակ գնդերեցի ներկայությանը զինվորի կյանքում, պատերազմն էլ եւս բացառություն չէր, երբ մենք ներկա էինք մեր զինվորների կողքին, իրենց քաջալերում էինք, իրենք հաճախ այդ վտանգը ունենալով պատերազմական իրենք էին մոտենում մեզ խոստովանում, խնդրում որ իրենց մկրտենք, խնդրում որ իրենց կյանքում մի խոսք ասենք, լավ ոգևորիչ մի խոսք ասենք, գոտեպնդող եւ այս իմաստով պատերազմը բացառություն չէր գնդերեսների համար եւ բոլոր գնդերեսները անխտիր լծվեցին նաեւ պատերազմի ընթացքում հայ զինվորի եւ հրամանատարի կողքին գտնվելու եւ արդեն բոլորիդ էլ քաջ հայտնի է որ ունեցանք նաեւ գնդերեսներ, որոնք նահատակվեցին եւ ունեցանք նաեւ վիրավոր գնդերեց եւ անշուշտ Հայր Սուրբը, Հայր Մկրտիչը, որ գնդերեց չէ, բայց ամեն դեպքում կամավորաբար եկել էր եւ ինքն էլ անհայտ կորած է։ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 31-ին սովորականի պես երեկոյան ժամերգություն անցկացվեց։ Ներկային գնդերեցներ, հավատացյալներ։ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը պատկանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, 2019 թվականին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ տրամադրվել էր Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը բանակի հոգևոր կարիքների համար։ Այստեղ մատուցվող պատարակներին, ժամերգություններին համայնքի անդամներից բացի զինվորներ էին մասնակցում։ Այժմ եկեղեցին կծառայի Քանաքեռ համայնքի հավատացյալների հոգևոր կարիքներին։
Վաղը մեզ մոտ ինչպես ամեն Կիրակի բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ պիտի մատուցվի մեր գնդերեց քահանահայրերի կողմից, Տեր Սամուել քահանան է պատարագիչը վաղը եւ մենք բնականon կյանքով պիտի մեր ծառայությունը իրականացնենք, հուսանք որևէ անախորժ դեպք չի լինի, հուսանք որևէ խոչընդոտ չի լինի մեր ծառայությանը եւ մեր հայրենիները, մեր համայնքի անդամները, ովքեր շատ սերտ կապված են Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ, առիթ չեն ունենան հանգստանալու եւ իրենց հոգեվոր զգացմունքները չեն ոտնահարվի ու իրենք մասնակից կլինեն Սուրբ Պատարագին։ Դուք պատկերացումներ ունեք, ինչպես է լինելու ձեր հոգեվոր սպասավորությունը հետոյի։ Վստահաբար ունեմ, վեհապար հայրապետը նոր նշանակում, նոր տնօրինություն կունենա, մենք էլ ինչպես խոնարհ ծառան մեր եկեղեցու պատրաստական մեր ծառայությունը պիտի շարունակենք, որևէ խնդիր չեմ տեսնում։ Արագածոտնի մարզի Ուշի համայնքն ու Սուրբ Սարգիս վանական համալիրը առատության ու ցրտի պայմաններում ընդունեցին ուխտավորներին։ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 մարտիկների հիշատակության օրը այս տարի նշվում է հունվարի 31-ին։ Այն շարժական տոն է եւ հանդիպում է հունվարի 18-ի եւ փետրվարի 23-ի միջակայքում Սուրբ Զատկից 63 օր առաջ։ Զորավարը քրիստոնեական հավատի համար նահատակված եւ սրբադասված վկա է, ծնվել է Կապադովկիայում մոտ 330 թվականին։ Նրա հիշատակի օրը ժողովրդական մեծ հնչեղություն ունի։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում միասնական աղոթքի էին մեկտեղվել թեմի երիտասարդաց միությունների երիտասարդները։ Վանական համալիրում մատուցվեց տոնական Սուրբ եւ անմահ պատարագ։ Օրվա պատարագիչն էր Հովանավանքի եւ Ուշիի հովվության հոգեվոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, ում անվանակոչության օրն է։ Ինչպես այսօր ավետարանում հնչեց մեզ համար, ասում է եւ լիցի ձեզ այն ի վկայություն։ Եվ թող լինի, ասում է, դա ձեզ համար առիթ վկայության։ Այսինքն կյանք, որ Աստված պարգևել է մեզ, լինի մեզ համար առիթ Աստծուն վկայելու, հավատքը վկայելու, սրբությունը պահպանելու, ավետարանը քարոզելու, մեր կյանքի մեջ Քրիստոսի օրինակը ցույց տալու։ Եվ Սուրբ Սարգիս Զորավարը իր որդին այդ զինվորները շատ լավ, շատ անուշ օրինակ են մեզ համար այդ վկայությամբ ապրող մարդու, որովհետև այդ վկայությունը չի ապրվել 4-րդ դարում, 5-ում, 7-ում, 10-ում եւ ավարտվել գնացել է։ Քրիստոս մեր Տերը մշտամենը նույնն է, հավիտենական նույնն է։ Տոնի առիթով վեհապար հայրապետի տնօրինությամբ Ուշիի սրբատեղի էր բերվել Սուրբ Սարգիս Զորավարի մասունքարանը։ Հավատացյալներն հնարավորություն ունեցան հաղորդվելու սրբությունից բխող զորությանը։ Պատարագի ընթացքում երիտասարդները միասին աղոթեցին անազատության մեջ գտնվող առաջնորդ հայրերի համար։ Արագածոտնի թեմում մենք ավանդույթ էինք ձևավորել, որ երիտասարդների օրհնության տոնը նախորդին հավաքվում էինք մեր սիրելի Սրբազանի հետ, իսկ հետո արդեն Սուրբ Սարգսի տոնին յուրաքանչյուրս մեր համայնքներում նշում էինք Սուրբ Սարգսի տոնը։ Այս տարի ցավի սիրտ մեր սիրելի առաջնորդը, մեր սիրելի Սրբազանը մեզ հետ չէ, եւ մենք այս տարի որոշեցինք, որ ինչպես ընդունված է ասել, երբ ծնողները վատ դրության մեջ են լինում կամ վատ օրերի մեջ են լինում, զավակներն աղոթում են ծնողների համար միասնաբար, մենք այսօր որոշեցինք, որ բոլորս հավաքվենք այստեղ եւ աղոթենք մեր ծնողի համար։ Անձերը քո առջև խնդրում են քեզ եւ հայցում քո առատ գթությունը։ Սուրբ Պատարագի ավարտին Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհ Կաբեղա Ապալոյանը եւ թեմի քահանաները վանական համալիրի բակում երիտասարդների օրհնության կարգ կատարեցին։ Սուրբ Սարգիս վանական համալիրը հիմնանորոգում են Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքները։ Բարերար ընտանիքները Սուրբ Պատարագի ավարտին երիտասարդների համար կազմակերպել էին սիրո ճաշ եւ խորհրդանշական նվերներ։ Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը պատարագներ են մատուցվում Սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում։
Հայրապետական տնօրինությամբ արդեն մի քանի տարի է սրբի մասունքը դուրս է բերվում Մայրաթորից եւ տարվում Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Այս տարի էլ հոտի հոգևոր մխիթարության հավատի զորացման համար հայրապետական տնօրինությամբ Սուրբ Սարգսի մասունքը զետեղվեց Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Մարդիկ հաղորդակցվեցին դրանից բխող զորությանը։